Որ կառույցից եք։ Հզոր մտքից, հզոր միտք եկայից։ Իսկ առաջին անգամ եք մասնակցում։ Հզոր համայնքին հա։ Ինչ եք մասնակցում եւ ինչ եք ակնկալում։ Ակնկալում եմ շատ նոր ծանոթություններ, որովհետև բավականին հզոր միջոցառում է կարելի ասել, նոր կապեր ինչու չէ ու գիտելիքներ, իսկ թե ինչու եմ մասնակցում, որովհետև հզոր համայնքը մի միջոցառում է, որտեղ հավաքվում են բոլոր սերունդների հզոր մտքի անդամներ ուսանողի տան ու կարելի ասել հանդիպում ենք, վերհիշում ենք, նոր ընկերներ ենք ձեռք բերում, նոր գիտելիքներ ու նոր ծանոթություններ։ Իսկ ինչ է պետք հզոր համայնք ունենալու համար։ Երևի թե առաջին հերթին ցանկություն ու հզոր ավագ ընկերներ, հանձինս ընկեր մհերի, ովքեր ցանկացած քայլին քո կողքին են, պատրաստ են աջակցել քեզ։ Ես նկատեցի, որ դուք գիրք նվեր ստացաք, եթե գաղտնիք չէ, ով է նվիրել։ Նվիրել է իմ ընկերուհին, ում հետ ծանոթացել եմ ճամբարից։ Անկեղծ ասած շատ անսպասելի էր, որովհետև ես նվեր չէի պատրաստել ու չէի սպասում, որ ինձ նվեր կտան, ու ես շատ ուրախ եմ, որ ճամբարի սահմաններում կարողացա գտնել այնպիսի ընկերներ, որ ամեն պատահական հանդիպումը կդառնա սենց սպասված ու երջանիկ հանդիպում։ Ես Գեղարքունիքի մարզի Կարճախբիր գյուղից։ Հզոր համայնք ունենալու համար ինչ է պետք։ Հզոր համայնք, հզոր երիտասարդներ, խելացի եւ գրագետ երիտասարդներ եւ նրանց աջակցող մեծեր։ Հզոր համայնքը հզոր հասարակական կազմակերպության կազմակերպած միջմարզային ամենամասշտաբային միջոցառումն է հանդիսանում։ Հզոր համայնքը այն հարթակն է, որտեղ կարողանում են տարբեր մարզերից երիտասարդներ համախմբվել, տարբեր գաղափարների շուրջ հանդիպել իրանց ոլորտում կայացած լավագույն մասնագետների հետ, անցկացնել network ու ինչու ոչ ձեռք բերել նաև շատ լավ կապեր, որ հետագայում հաստատ իրենց պետք կգա։ Ինչ է տալիս հզոր համայնքը երիտասարդներին։ Հզոր համայնքը մասնակիցներին կտա շատ գիտելիքներ, փորձառություն ամենակարևորը, ինչու ոչ նաև կոմֆորտ զոնայից մի քիչ կարողանում են երիտասարդները ավելի հեշտ դուրս գալ, որովհետև թեկուզ միջավայրը փորձում ենք դենց ստեղծել, որ երեխաները իրենց ազատ զգան ու փորձեն շատ թեկուզ կապել հզորի հետ, կապել այն գաղափարների հետ, որը փոխանցում է հզոր համայնքը։ Դուք Երևանից եք։ Ես մարզեցի երիտասարդ հանդիսանալով հզոր միտքին հնարավորություն տվեց ձեռք մտնել այնպիսի դաշտ, որ կարողանամ շփվել տարբեր մարզերից երիտասարդների հետ։ Մի քանի ամիս է ես ինչ հզորում եմ, մոտավոր մի տարի, բայց արդեն հասրել եմ բոլոր մարզերից ընկերներ ձեռք բերեմ ու այնքան ուրախ եմ դրա համար, որ եթե ես ինչ որ գաղափար ուզենամ իրագործեմ, թեկուզ մեր համայնքում չէ, մյուս համայնքից կամ էլ ձեռք բերել փորձառու ընկերներ, որոնցից կարամ թեկուզ խորհուրդներ հարցնեմ։ Համակարգման թիմի ընկեր Մհեր Մկրտչյանը մեզ շատ խորհուրդներ է տալիս ու մենք այնպիսի գործարարների, այնպիսի ոլորտում կայացած լավագույն մասնագետների հետ ենք արդեն կապված լինում ու հաստատ իրենցից ենք փորձում աջակցություն ստանալ, ինչ որ մտքեր ենք փորձում ստանալ, մտքեր փոխանակել ինչու ոչ։ Իրականում հզոր համայնք ունենալու համար անհրաժեշտ քայլերը մենք փորձել ենք ինքներս իրագործել։ Հզոր միտքը գյուղայցերել է կազմակերպում համայնքներում ու որը հնարավորություն է տալիս տվյալ համայնքի երիտասարդներին ակտիվացնել, ինչու ոչ տարբեր դասընթացներ է կազմակերպում երեխաների հետ ոչ ֆորմալ կրթության ուղղությամբ զարգացվածությունն ապահովելու համար, որ երիտասարդները կարողանան ոչ միայն դպրոցական ակադեմիական կրթությունն ապահովել, այլ նաև ոչ ֆորմալ կրթությամբ զբաղված լինել։ Երևանում եմ հիմա ապրում, բայց սկզբից Արագածոտնի մարզից եմ։ Սյունիքի Տաթև համայնք Խոտգյուղ։ Սյունիքի մարզից եմ, հպարտորեն նշում եմ։ Ինչու եք մասնակցում հզոր համայնքին եւ ինչ եք ակնկալում հզոր համայնքին։ Դե հզոր համայնքը հենց ինքը բառը հուշում է, թե ինչ կարող եք ակնկալել։ Հզոր համայնքին մասնակցելուց մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է գիտելիք վաստակենք ու այն մասնագիտությունները, այն երեխաները, որոնք չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում, հենց այս իվենտների շնորհիվ կարող են կողմնորոշվել, որովհետև հզոր է ու այստեղ հավաքված են բոլոր հզոր այն մարդիկ, ովքեր հասել են ամեն ինչի։ Եկել եմ իհարկե ամենաառաջին հերթին գիտելիքներ գեներացնելու, ստանալու, հենց մասնագիտական կողմնորոշումս ամրապնդելու եւ իհարկե մեծ շրջապատ ձեռք բերելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Շատ ուրախ եմ գտնվել այստեղ, ինչու, քանի որ վստահ եմ, որ մի շարք գաղափարներ կգեներացնեմ, ինչպես նաև կզարգացնեմ հմտություններս, գիտելիքներս եւ իհարկե ձեռք կբերեմ ընկերներ տարբեր մարզերից եւ Երևանից։ Իսկ ինչ է պետք հզոր համայնք ունենալու համար։ Պետք է մեր ուժը, ինչպես նաև մեր վստահությունը, պետք է քայլենք դեպի ապագա։ Հզոր համայնք ունենալու համար նախ պետք է միասնականություն, որովհետև առանց միասնականություն չկա հզոր համայնք եւ իրար վստահելու ունակություն։
Ինչպես նշեցին, իհարկե ամենառաջին հերթին պետք է միասնություն, պետք է փորձեն գրագետ կառավարել ամեն ինչը։ Նախ ամենափոքր քայլերից է սկսում համայնքի հզորացում, օրինակ աղբահանություն եւ այլն, եւ այդպես փոքր քայլերով վստահաբար կարող եմ ասել, որ մեր մարզը, Սյունիքի մարզը կարող է դառնալ ինչ ոչ Հայաստանի ամենաառաջատար մարզերից մեկը։ Հզոր համայնք ունենալով, ստեղծելով մենք կհասնենք ազգային ինքնաճանաչման եւ ինքնագիտակցման ավելի բարձր մակարդակի, ինչը բխում է մեր շահերից։